Նորից ողջունում ենք ձեզ սիրելի երկրպագուներ, ԱՄՖ Քափի YouTube-յան ալիքի եթերում շարունակվում է ֆուտբոլը, հիմա դաշտում են Ատլետիկոն ու Սելտիկը, բայց ինչպես անցած եթերի ժամանակ նշել էի, սա ընկերական հանդիպում է, բայց դա չի նշանակում, որ հետաքրքիր խաղ չի ընթանալու։ Ծանոթանանք հայտարարություններին, սկսեմ Ատլետիկոից, Վաղինակ Սարդարյանը դարպասապան է համար 77, Տաճատ Ներսիսյան համար 4, նա թիմի ավակն է, Կոր Մարգարյան 5, Ստեփան Միրզոյան 18, Հրանտ Գևորգյան 2, Գագիկ Ակուլյան 9, Վայե Գալստյան 10, Արման Ավդալյան 6 և Ռաֆայել Ազիզյան համար 11, Հայկ Միրզոյանը գլխավոր մարզիչն է Ատլետիկոյի, Սելտիկի դարպասը Խաչիկ Միրանյանն է պաշտպանում համար 1, Հյուրա Բաբայան 2, Կորյուն Ղազարյան 3, Էրիկ Կարապետյան 4, Ալբերտ Համբարձումյան 10, Հայկ Գևորգյան 7, Հայկ Միսկարյան 6, Կարլեն Այվազյան 9, Դավիթ Աղաջանյան 8, Նարեկ Եղեզարյան 11 և Ռոբերտ Խաչատրյան համար 12։ Սելտիկը ԱՄՖ Քափում այս պահին անցումային փլեյոֆում է, պետք է փորձել առնվազն 4-րդ տեղը գրավել, որպեսզի ստացվի անցնել 1/8 եզրափակիչ, իսկ Ատլետիկոն առաջին տեղով է խումբը ավարտել է և վաղուց 1/8 եզրափակիչում է ԱՄՖ Քափի առանց պարտության, 2 ոչ ոքի ընդամենը խմբում աշտարակետ մնացած բոլոր խաղերում Ատլետիկոն հաղթել է և հիմա գրովում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները, այստեղ հաջող կործեց Սելտիկի խաղացողը և փորձեն դուրս գալ պաշտպանությունից, բայց այս գնդակը Մարգարյանին բաժին ասավ։ Փորձեց Ակուլյանը տանել գնդակը, չստացվեց, Միսկարյան լավն է մտահաղացումը, բայց ոչ փոխանցումը և գնդակը խաղի մեջ կմտցնի Սարդարյանը։ Ակուլյան ստացավ գնդակը, Սելտիկը բարձր պրեսինգ է եկել, իհարկե ռիսկային է Ատլետիկոյին բարձրից ճնշելը, հաշվի առնելով, թե որքան արագ են գնդակը տեղափոխում մրցակցի կիսադաշտ, բայց Սելտիկը համարձակ գնացել է առաջ և կոնկրետ անցած դրվագում հաջող ստացվեց։ Գալիս է գնդակը ձախ եզր և Միրզոյանն է գնդակով փոխանցում դեպի Գևորգյան աջ եզր, բայց ուժեղ էր այս փոխանցումը և խաղընկերը այստեղ գնդակին չհասավ արձակման աջ եզրում։ Եզրային նետում կլինի Սելտիկի ֆուտբոլիստները գնդակը խաղի մեջ կմտցնեն, իհարկե կարող է այնպես ստացվել, որ այս թիմերը արդեն, այսպես ասած, պաշտոնական խաղի շրջանակում հանդիպեն, արդեն ԱՄՖ Քափի շրջանակում, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը, իհարկե առաջին հերթին պետք է Սելտիկը վաստակի այդ ուղեգիրը, դրա համար պետք է անցումային փլեյոֆում հաջող խաղալ։ Ակուլյան ստանում է գնդակը և պահում է այն Միրզոյան աջ եզրից դեպի Ներսիսյանն էր այս փոխանցումը ուղղված, բայց բարդ է ասել այստեղ Ներսիսյանը անհաջող ընդունեց գնդակը, թե Միրզոյանի փոխանցումներ ուժեղ, երկու դեպքում էլ վերջնարդյունքը Սելտիկի օգտին էր, բայց հիմա էլ արդեն Համբարձումյանին չի հասնում գնդակը, եզրային նետում կլինի։ Գևորգյան աջ եզրում է Ատլետիկոյի ֆուտբոլիստը, Ավդալյան, Գևորգյանին փոխանցեց Ներսիսյան, առայժմ վտանգավոր պայեր չեն ստեղծվել, լավն էր այս փոխանցումը, Ավդալյանը հարվածում է, բայց շեղ ստացվեց այս փոխանցումը։ Միրանյան Ղազարյանի հետ է խաղում, ուժեղ փոխանցում առաջ և Ներսիսյանն է այստեղ ընդունում այս փոխանցումը, ճիշտ է հեռացրեց գնդակը Ատլետիկոյի ավակը, եզրային նետում կլինի, իհարկե այս խաղը երկու թիմերի համար լավ է, շատ բաներ փորձարկելու առումով, տարբեր տակտիկական փորձեր կարող են արվել իհարկե երկու թիմերի կողմից էլ և դա արդեն հետո
միանշանակ օգտակար կլինի պաշտոնական խաղերի ժամանակ։ Գևորգյան շատ բարձրացրեց գնդակը եւ Ատլետիկոյի հերթական գրոհը չի ստացվում։ Իրանյան փոխանցում։ Ձախ եզր, սա Սելտիկի արդեն դիրքային գրոհն է։ Գևորգյանը փորձեց դիմավորել մրցակցին, չստացվեց, հիմա Ներսիսյանն է միանում եւ երկուսով շատ հաջող այստեղ գործեցին, ստիպեցին սխալվել մրցակցին։ Սարդարյանը գնդակը խաղի մեջ կմտցնի, կարող ենք իհարկե հիշել Ատլետիկոյի խաղերը խմբային փուլում Սելտիկը պարզապես վերջում է միացել մրցաշարին խմբային փուլի, եթե չեմ սխալվում, 2 հանդիպում խմբային փուլում անցկացրեց Սելտիկը, իսկ Ատլետիկոն 6 հանդիպում է անցկացրել խմբային փուլում, շատ դիտարժան խաղեր են եղել, հեռվից արված եւ 1-0 բացվում է խաղի հաշիվ, այստեղ չկանգնեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստի ճանապարհին եւ Մարկարյանը բացում է հանդիպան հաշիվը, բացեցին կենտրոնը իհարկե Ղազարյան գրոհում է Սելտիկը փոխանցում դեպի Համբարձումյան Միրզոյան բաց թողեց կարծես թե Միրզոյան գնդակը, բայց ոչ Համբարձումյանից էր դուրս եկել Ակուլյան կենտրոնում է Ակուլյանը խաղում է Գալստյանի հետ այսօր նաև պետք է նշել, որ Ատլետիկոյի ամբողջական հայտացուցակը չէ սա, շատ ֆուտբոլիստներ կան, ովքեր բացակայում են եւ հասկանալի է իհարկե ընկերական խաղ է եւ մարզիչը հնարավոր է որոշ ֆուտբոլիստների հանգստի հնարավորություն է տվել բայց շուտով փլեյոֆը մեկնարկելու է ԱՄՖ-ի, այնպես որ շատ չեք հասցնի կարոտել առաջին եւ երկրորդ տեղով դուրս եկած թիմերին Ավդալյան խաղում է Մարկարյանի հետ այս հանդիպան առայժմիակ գոլերինակը Ներսիսյանի ուղղությամբ փոխանցեց Գալստյան Ակուլյանի հետ է խաղում Միրզոյան ձախ եզրում Միրզոյան ընդունում է գնդակը խաղում է Մարկարյանի հետ Գալստյան նորից Ատլետիկոն հաջող տեղաշարժում է գնդակը եւ Գալստյանի արվածը մի փոքր բարձր ստացվեց կարող ենք հիշել իհարկե Գալստյանի գոլը խմբային փուլում աշտարակի դարպասը անկյունայինից շատ գեղեցիկ գոլ տեսանք այդ ժամանակ Ղազարյան շատ հաջող փոխանցում էր Համբարձումյան պահում է գնդակը Սելտիկի 10 համարը ճիշտ է շրջանցեց Միրզոյանին բայց 6 հաշվով վերադարձավ սեփական կիսադաշտ հարված ենք տեսնում Այվազյանի կողմից շատ արդյունավետ ֆուտբոլիստ է Այվազյանը Սելտիկի կազմում Անցումային փլեյոֆում 6 գոլ է խփել եւ Արամ Բարսեղյանի հետ կիսում է երկրորդ տեղը Ավդալյանը խաղաց Գալստյանի հետ Գալստյանը հետ է փոխանցում եւ Ատլետիկոն գլորում է գնդակը Միրզոյանն է ձախ եզրում
Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակում ենք հետևել Ատլետիկո Սելտիկ հանդիպման առաջին խաղակեսի ավարտից հետո Ատլետիկոն հաղթում է մրցակցին եւ հիմա երկրորդ խաղակեսն է, տեսնենք Սելտիկը ինչպես է պատասխանելու։ Միանշանակ ամեն ինչ անելու են, որպեսզի խփեն մի քանի գնդակ, բայց իհարկե Ատլետիկոյի հետ անելը դա բարդ է եւ Սելտիկի համար սա լավ փորձառություն է իհարկե խաղալ շատ փորձառու թիմի հետ իհարկե Ատլետիկոն երկար տարիներ ինչ կա եւ այստեղ խաղացվածության հարցը բարձր մակարդակի վրա է արված հերվից եւ շեղը ստացում, չնայած դրա, որ պետք է ասել, Սելտիկը նոր թիմ է և այսպես ժամանակի ընթացքում իհարկե բարելավելու են և միանշանակ փորձելու են լավ արդյունքներ գրանցել։ Գալստյան տարբերակներ չուներ Գալստյանը առջևում և ստիպված է այդ փոխանցել Ներսիսյանի ուղղությամբ Ակուլյան նորից Ներսիսյան Ատլետիկոյի ավագը գնդակով է պաշտպանության կենտրոնում դեպի ձախ եզր և սա Ատլետիկոյի գրոն է փոխանցում Գևորգյանի ուղղությամբ աջ եզր նորից Գալստյան Առաջին խաղակեսի մեկնարկային հատվածում 3-4 րոպեների ընթացքում Սելտիկը պետք է ասել, որ լավ էր պաշտպանվում, բայց ամեն դեպքում բաց թողեց առաջին այս խաղում Մարգարյանը գոլ խփեց հաջողել եզրափակում է այս դրվագը իհարկե ոչինչ անել չէր կարող Ռաֆայել Ազիզյանը խփեց այս գոլը եւ հիմա Սելտիկի երթն է գրոելու ձախ եզրով փորձում են Ղազարյանի ուղղությամբ էր այս փոխանցումը Ամբարձումյան 2-10 սամարներ են պայքարում միմյանց հետ Ներսիսյան Ատլետիկոյի ավագն է գնդակով Գևորգյան երկու մրցակցի շրջանցեց խաղում է ձախ եզր Գալստյանը թողնում է գնդակը Միրզոյանին Միրզոյանից Ակուլյան ուղիղ կենտրոնով շրջանցում է մրցակցին Ակուլյանը հարվածում եւ այս հարվածը բարձր է ստացվում Սկսում է Ատլետիկոն իր սիրած ոճով Ներսիսյան ձախ եզրում է Ատլետիկոյի ավագը տեղափոխեց գրոյի եզրը Գևորգյան Ազիզյան քիչ առաջ գոլեղինակ դարձած ֆուտբոլիստը նորից փորձեց աչքի ընկնել, բայց այս հարվածը չստացվեց։ Ես հիշեցնեմ, որ այս թիմերը ԱՄՖ քափում են խաղում եւ Սելտիկը անցումային փլեյոֆում է այս պահին պետք է փորձի լավագույն 4-ի մեջ տեղ զբաղեցնել, իսկ արդեն Ատլետիկոն 1/8 եզրափակիչ չունե վաղուց էի խումբը առաջին տեղով ավարտեցին Միրզոյանի տղաները եւ Հիմա հետևում ենք Սելտիկի գրոյին Եղիազարյանը ձախ եզրում է Իսկարյան դեպի Ամբարձումյանը միգուցե արվածի Ամբարձումյանը ոչ որոշում է փոխանցել աջ եզր Այվազյան ստանում է գնդակը եւ դեռ մնում է գնդակով Այվազյանը արվածեց Ամբարձումյանը եւ գնդակը հայտնվում է Ատլետիկոյի դարպասում շատ հաջող գործեցին այստեղ Սելտիկի ֆուտբոլիստները եւ աչքի ընկնում այստեղ Գևորգյանը մեկ գնդակ ամեն դեպքում Սելտիկը խփում է երկրորդ խաղակեսում եւ պետք է փորձել իմ ավելացնել Ճիշտ է դուք առաջին խաղակեսի վերջում չեք տեսել այդ դրվագները, բայց իրականում Սելտիկը երկու լավ հարված էր կատարել, վտանգավոր գոլային, բայց Սարդարյանը հրաշալի սեյվեր էր գրանցել եւ այդ երկու փրկության շնորհիվ Ատլետիկոն գոլ բաց չթողեց առաջին խաղակեսում։ Բայց նորից եմ նշում այս գոլերի վրա ընդհանրապես պետք չէ կենտրոնանալ, սա ընկերական խաղ է եւ թիմերը այստեղ Այո, իհարկե խաղում են առաջին հերթին հաղթանակի համար, բայց շեշտը հաղթելը չէ, այլ տարբեր բաներ փորձարկել տակտիկական, առանձին իրավիճակներ իհարկե դրվագներ, որտեղ կարող են կենտրոնանալ ֆուտբոլիստները եւ հասկանալ ինչ կանեն, եթե պաշտոնական խաղ լինի։ Այվազյան
Նորից Գևորքյանի ուղղությամբ եւ Սարդարյանը շատ հաջող դուրս եկավ դարպասից։ Գալստյան։ Պահում է գնդակը։ Գալստյանը փորձում է խլել Եղիազարյանը, բայց չստացվեց դա անել։ Գալստյանը պահեց գնդակը Ատլետիկոյի համար։ Գնդակը Սելտիկինն է, Միրանյանը այն խաղի մեջ կմտցնի։ Այս թիմերը այո կարող են նաև հանդիպել արդեն ԱՄՖ քափում, եթե Սելտիկի մոտ հաջողվի անցնում էին փլեյոֆը, ապա հնարավոր է հանդիպեն եւ այդ ժամանակ արդեն այլ ֆուտբոլ կտեսնենք իհարկե։ Եղիազարյան այդ փոխանցում դեպի Միրանյանը բարձրից է ճնշում մրցակցին Ատլետիկոն եւ Գևորքյանի մոտ հաջողվում է խլել գնդակը։ Նորից կարելի է հիշել այս խաղակեսում Ատլետիկոյի խփած գնդակը եւ Միրզոյանը այստեղ շատ համարձակ գործեց, Սամբարձումյան աչք եզրում է եւ լավ չընդունեց գնդակը այստեղ Սելտիկի 10 համարը։ Տեսնենք ինչ է մտածում, ինչ է անելու Սելտիկի առաջատարը, թիմի լավագույն ռմբարկուն Այվազյանը, որը 6 գոլ է խփել ԱՄՖ քափի փլեյոֆում, անցումային փլեյոֆում։ Ազիզյան դեպի Գալստյանը Աչիեզեր, բայց մի կերպ այստեղ հասավ գնդակին Գալստյանը եւ մեղադրել նրան այս փոխանցման համար իհարկե չի կարելի։ Իսկարյան սկսում է Սելտիկը արդեն իր գրոհը։ Դեպի Գևորքյանը ձախ եզր, առայժմ Սելտիկի միակ գոլի հեղինակն է գնդակով, նրան դիմավորում է Ներսիսյանը եւ խլում գնդակը, բայց հենց Ներսիսյանն էլ հետ վերադարձրեց այն Սելտիկին։ Իսկարյան, Ակուլյանն է դիմավորել մրցակցին, սա խախտում էր Ակուլյանի կողմից։ Գևորքյանն է իրացնելու այս ստանդարտը։ Խաղում է ձախ եզր, Եղիազարյան, փոխանցում դեպի Ամբարձումյանը եւ Ամբարձումյանը արվածում է ու Սարդարյանի հերթական գեղեցկագույն սեյվը։ Այստեղ իրականում դժգոհ է Սարդարյանը պաշտպաններից, հասկանալի է իհարկե ինչ է ասում Սարդարյանը, շատ հասկանալի է, պետք էր փակել մրցակցին, որպեսզի չարվածի, բայց իրենք անկեղծ նման սեյվ տեսնելը շատ հաճելի էր եւ ընկերական խաղում այսպես կես կատակ, կես լուրջ հետաքրքիր է այս ամենը։ Գոլի տեսանկյունից էլ գեղեցիկ գոլ կլիներ, իրականում շատ լավ պահեր Համբարձումյան, հաջող գործեց Համբարձումյանը, արված այս անգամ արդեն Սարդարյանի միջամտության կարիքը չկար։ Բարձր արված է Սելտիկի 10 համարը։ Գալստյան Ներսիսյանն է գնդակով գծում է փոխանցում դեպի մրցակցի դարպասը, ինչ էր սա։ Ներսիսյանը շքեղ գոլ է խփում իհարկե։ Եվ փափուկ վայրեջք դեպի մրցակցի դարպասը։ Այո, ափսոս, որ սա ընկերական խաղում տեղի ունեցավ այս գոլը։ Ոչ մի մրցանակի չի հավակնի, բայց
Եվ Ատլետիկոն այս ընթացքում հերթական գոլն է խփում։ Այո, Ներսիսյանի գոլից հետո պետք է մի քանի րոպե իհարկե այս վիճակից դուրս գալու համար։ Շատ գեղեցիկ գոլ էր եւ հերթականն է խփում Ատլետիկոն։ Տեսնենք Սելտիկը գնում է առաջ։ Եղիազարյան փոխանցում Շիեզեր։ Պաշտպանվում է Միրզոյանը Ատլետիկոից։ Եվ գնդակը խլում է Վայե Գալստյանը, այդ փոխանցում դեպի Միրզոյանը։ Ներսիսյան Գևորգյանն է դիմավորում Ներսիսյանին, բայց հաջող է անցնում երկու մրցակցի։ Ներսիսյանը խաղում է Ավդալյանի հետ, հեռու է տարածությունը, Ավդալյանը դեպի աջ, Ակուլյան։ Կար խախտում այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստի կողմից։ Գևորգյան ձախ եզրում է Գևորգյանը Այվազյան արվածում է Այվազյանը և նորից Սարդարյանը հաջող է գործում, բայց լինենք արդարացի դարպասապայի վրա էր այս արվածը և ինչ որտեղ պարտավոր էր Սարդարյանը այս գնդակը վերցնել Գալստյան արվածում է Գալստյանը և հերթական գեղեցիկ գոլն ենք տեսնում այս խաղում նորից Ատլետիկոյի ֆուտբոլիստները շատ հաջող են եզրափակում և շարունակում են մնալ լավ մարզավիճակում անկախ այն դադարից, որը արդեն երկու շաբաթի է հասնում, ինչ Ատլետիկոն հանդիպում չի անցկացրել ԱՄՖ քափում, բայց միևնույն է իրենց ֆուտբոլն են շարունակում նույն կերպ խաղալ։ Եվ նորից նշեմ, որ շատ ֆուտբոլիստներ այսօր բացակայում են, օրինակ լավագույն ռմբար Կողանդիլյանն այսօր չկա, Ռևազյանը, շատ ֆուտբոլիստներ բոլորին թվել իհարկե չեմ կարող։ Գևորգյան Եղիազարյանի հետ է խաղում, հասցրեց փոխանցել կամ արվածել այստեղ Սելտիկի խաղացողը, բայց ամեն դեպքում դրվագը գոլով չավարտվեց։ Միսկարյան պահում է գնդակը Սելտիկի ֆուտբոլիստը և Սարդարյան նվեր է մատուցում Գևորգյանին, բայց փրկում դրությունը Այվազյան Գևորգյանի հետ է խաղում Միրանյան Եվ վերցնում է գնդակը Միրանյանը Ուժեղ փոխանցում առաջ Գևորգյան շատ հաջող ընդունեց հարվածը նաև լավն էր, բայց նորից Սարդարյանը աչքի է ընկնում, շատ լավ է գործում այսօր որորդ սեյվներ արդեն դարպասապայից բայց չի ստացվում և բաց թողած գոլի դրվագում էլ Սարդարյանը մեղավորություն չուներ, լինենք արդարացի Ավդալյան Ակուլյանին այդքան է լավ չփոխանցեց իհարկե և Միսկարյանն է արվածում Ներսիսյանը այստեղ նվեր մատուցեց իրականում Սելտիկի ֆուտբոլիստին, բայց վնասվածք էր ստացել և դրա համար բացեց հարվածի համար ճանապարհ, իսկ Սելտիկի ֆուտբոլիստը օգտվում է պայից, բայց այստեղ իհարկե առաջներդ Ներսիսյանի առողջությունն է, հետո նոր խաղը և կանգնում է Ատլետիկոյի ավակ, այո լուրջ չէ վնասվածքը, ամեն դեպքում կարողանում է շարունակել խաղը։ Այո, եթե պաշտոնական խաղ լիներ, բնականաբար Ներսիսյանը նույնիսկ վնասվածքով կնետվեր գնդակի ճանապարհին, դա միանշանակ, բայց այստեղ հասկանալի է իհարկե։ Այսպես արձագանքեց։ Լավն էր փոխանցումը, այսօր Ներսիսյանը
իր փոխանցումները շատ յուրօրինակ է կատարում, քիչ առաջ գոլի վերածեց, հիմա էլ շատ լավ կրոսերի արկ է դեպի Տուգանային հրապարակ, բայց դվագը գոլով չավարտվեց։ Գալստյան լավն էր խաղարկումը կնետի եզրից Մարկարյան փորձում է Ամբարձումյանը խլել գնդակը չստացվեց Ավդալյանից Գևորգյան Սարդարյանն այստեղ մեկ հպումով դեպի Ակուլյանը եւ նորից 5 փոխանցում պահանջվեց Ատլետիկոից մրցակցի կիսադաշտ հասնելու համար Ակուլյան կարող էր գեղեցիկ վերջաբան ապահովել այս գրոյի համար, բայց դիպուկ չստացվեց այս հարվածը։ Մարկարյան խաղում է Գալստյանի հետ Ատլետիկոն։ Փորձում է իր գեղեցիկ ոճով գոլ խփել կոմբինացիոն խաղարկում եւ արդեն արդյունավետ եզրափակում։ Եվ շատ հաջող փոխանցում դեպի ձախ եզր արված եւ փրկում է դարպասապահ այստեղ Ղազարյան Գևորգյանի ուղղությամբ էր փոխանցումը վերադառնում է գնդակը Ղազարյանին, բայց հաջող չընդունեց այստեղ Ֆորիոն Ղազարյանը եւ միանգամից Գևորգյանը մարմնով փակեց Սելտիկի պաշտպանի ճանապարհը։ Ազիզյան դեպի Միրզոյանը հետ փոխանցում նորից Միրզոյանն է գնդակով ձախ եզրում Գալստյան փոխում է գրոյի ուղղությունը եւս մեկ հաջող փոխանցում, բայց Ազիզյանը այստեղ ակնհայտ ձեռքով գործեց
Ղազարյան դեպի աչի եզր, բայց խաղանկերը չհասավ այստեղ գնդակին։ Ավտալյան դեպի աչի եզր այստեղ։ Գևորգյանն է, Ակուլյանի հետ խաղաց Մարգարյան այս խաղի առաջին գոլի եղինակը գնդակը ձախ է ուղարկում, Գալստյան, Ազիզյան, նորից հաջող է գործում Ազիզյանը, բայց խաղանկերը այստեղ չեր հասկացել։ Միրանյան Ամբարձումյանի հետ է խաղում, Գևորգյան և կորցնում է գնդակը Սելտիկը։ Մարգարյանը կենտրոն է տեղաշարժվում, բայց Ավդալյանի ուղղությամբ չստացվեց փոխանցում, իսկ Ակուլյանը չէր նայում, թե ինչ է կատարվում իր թիկունքում։ Ղազարյան լավ էր մտածել, բայց հաջող չստացվեց այս փոխանցումը։ Գալստյան Ազիզյան մեկ հպումով ձախ եզր, բայց Գալստյան այստեղ կորցնում է գնդակը, Մարգարյան այս փոխանցումն ուժեղ էր և վերջ Ատլետիկոն հաղթում է այս ընկերական խաղում և այսօրվա համար այսքանը, շնորհակալություն, որ մեզ հետ եք, նաև ներողություն մի փոքր տեխնիկական խնդիրների համար, մենք կհանդիպենք, բարի գիշեր։